Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն է։ Բարև ձեզ, պարոն Բաբայան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Բաբայան, այս պահին երբ իրականացնում ենք նկարահանումը, ազգային ժողովում տեղի ունենում արտախորհրդարանական ուժերը ներկայացնող մարդկանց կողմից մի գործընթաց, Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը ազգային ժողովին են հանձնում 107 падգամավորի անունով դիմումներ եւ ուզում են, որպեսզի ազգային ժողովի падգամավորները խորհրդարանի ներսում սկսեն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ես հետևում եի եւ Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի ճեպազրույցներին լրագրողների հետ, վերջիններս ասում են գործընթացը եկեք սկսենք, հետո պարզ կդառնա ԿՊԱ-ականները դրան միանում են, թե չէ։ Ճիշտ է այդ տեղից սկսելը, թե նախապես պետք է իմանալ ԿՊԱ-ականները միանում են, նոր գնալ գործընթացը սկսելու հետևից։ Շնորհակալ եմ հարցի համար։ Քաղաքականության մեջ նախապես շատ բան իմանալը անհնար է։ Քաղաքականության մեջ իհարկե հաշվարկներ կան, հաշվարկները արվում են, բայց որ նախապես ամեն ինչ իմանաս, նույնիսկ ես կարծում եմ կարևորագույն այն մարդիկ, ովքեր որ գործունեություն են ունենում եւ դերակատար են լինում ինչ-որ process-ներում, նույնիսկ իրենք չեն իմանում ինչը վերջ, ինչ է լինելու։ Դա քաղաքականության կանոններից է։ Ինչ վերաբերվում է կոնկրետ ձեր ասած իրադարձություններին, գիտեք, ինչ վատ է, թող անեն, թող բոլոր հնարավոր միջոցները եւ բոլոր հնարավոր տարբերակները մարդիկ փորձեն, պայքարեն, որովհետեւ քննադատել իրենց միայն նրա համար, որ չի ստացվելու եւ դա լուրջ գործընթաց չէ, կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ մարդիկ նախաձեռնել են ամեն դեպքում մի տարբերակ, որը կարելի է փորձարկել եւ այստեղ գնդակը ազգային ժողովի դաշտում է ճիշտն ասած, բայց առաջին հերթին ոչ թե ԿՊ-ի, բնականը չէ որ ԿՊ-ն չի միանալու այս պահի դրությամբ, այլ ընդդիմության падգամավորների։ Նայեք, ընդհանրապես ընդդիմության ներկայացուցիչ լինելը ազգային ժողովում խոսում է տրամաբանորեն այն բանի մասին, որ քո հիմնական գործառույթը հենց որպես ընդդիմություն այս իշխանության անվստահություն հայտնելն է։ Եվ դա կլինի ելույթներով, դա կլինի քայլերով, թե անվստահության գործընթացներով, որովհետև սահմանադրությամբ նախատեսված է նման գործընթաց եւ գործիքակազմ ընդդիմության համար եւ սահմանադրությամբ նախատեսված այս գործիքակազմը ընդդիմությունը երբևէ չի օգտագործել։ Ասում է, որովհետև ԿՊԱ-ականները շատ ամուր կարճած են Փաշինյանից։ Ես ասեմ, այդ տրամաբանության մեջ սխալ բան չկա, քանի որ մենք տեսանք, որ նույնիսկ 2020 թվականին ԿՊ-ն չհանձնեց Փաշինյանին, հետեւաբար հիմա որ կհանձնի եւ նման գործընթացի մեջ կմտնի, անհավատալի է եւ քիչ հավատալի։ Բայց ինչու մտնել գործընթացի մեջ։ Բայց վերադառնալով իմ խոսքի սկզբի տրամաբանությանը, փորձել եւ ինչ որ մի բան անելը, որևէ բան չանելուց իհարկե լավ է, եւ հետեւաբար ստեղ պետք է այլ հարցի կոնտեքստում նայենք այս հարցը, դա իմ անձնական կարծիքն է, որ եթե այդ process-ին զուգահեռ չլինի փողոցային ճնշում իշխանության վրա, դա ոչինչ չի նշանակի եւ նույնիսկ ընդդիմությունը չի ստորագրի։ Բայց եթե լինի փողոցային ճնշում եւ բազմամարդ Բաղրամյան պողոտա, այդ ժամանակ կարող է ինչ-որ գործընթացներ տեղի չարժվեն եւ ինչ-որ process սկսվի։ Բայց այդ ամեն ինչը նաեւ էլի գալիս է փոխկապակցվում է մեկ այլ հարցի, ամենակարևոր հարցին, ով է լինելու անվստահության հայտնողների այդ վարչապետի թեկնածուն, ով որ պետք է պարտադիր ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի ներկայացված լինի ձևաթղթի վրա։ Եվ եթե այդ նույնիսկ ձևաթղթի համար, հանձնման համար հավաքվի այդ բավարար ստորագրությունների քանակը, որ օրակարգ մտնի, եթե չլինի վարչապետի թեկնածուի անուն, հետեւաբար քարտուղարությունը այդ գործը չի վերցնի։ Իսկ եթե չլինի վարչապետի համաձայնեցված թեկնածուի անուն, բնականաբար խորհրդարանական խմբակցությունները չեն գնա այդ քայլին։ Հետեւաբար այստեղ այնքան եթեներ կա այս հարցի մեջ, որը ոչ ես, ոչ որևէ մեկը, նույնիսկ ես կարծում եմ կազմակերպիչները չեն կարող դեռևս ասել, եւ process-ը հիմա թող գնա, երևա, ով ոնց իրեն կպահի, ինչ կանի։ Համենայն դեպս, եթե մարդ իրեն ընդդիմություն է համարում եւ թեկուզ դրսից նման նախաձեռնություն են բերել, յուրաքանչյուր падգամավորից եթե ասում են ընդհանրապես մեկ ստորագրություն ընդդիմադիր падգամավորներից, իրենք առանց որևէ խոսքի պետք է դա դնեն։
Բայց խնդիրը միայն այդ մեկ ստորագրությունը չէ, խնդիրը վարչապետի թեկնածուն է եւ հաշվի առնելով այն, որ այս գործընթացի վերաբերյալ կա ազգային ժողովի դիմադիր խմբակցությունների առարկությունը, ասեմ, շատերը քննադատում են նաեւ հիմա այս փուլում նման նախաձեռնությամբ հանդես գալը, շատ մեծ տրամաբանություն կա քննադատության։ Նշանակում է, որ վարչապետի թեկնածություն են այն ընդդիմադիրները, որոնք քննադատում են process-ը։ Նայեք, եթե անկեղծ լինենք, եկեք ճիշտ նայենք հարցին, շատերը այն լուրջ թեկնածուներին, որ իրենք պատրաստվում են առաջադրեն հաջորդ ընտրություններին, իսկ այդ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, որևէ կարծում եմ լուրջ ուժ չի ցանկանա իր թեկնածուին ներկայացնել, հա, այնպիսի գործընթացի մեջ, որի հաջողության հավանականությունը շատ քիչ է։ Հետևաբար այդ թեկնածուն պետք է լինի այնպիսի մարդ, որի ստացվել չստացվելը շատ լուրջ գլոբալ ազդեցություններ չունենա այդ քաղաքական ուժի կամ այդ խմբի քաղաքական շահերի վրա։ Հետևաբար հստակեցնենք, այսինքն որևէ ընդդիմադիր չի ցանկանա իր վարչապետի թեկնածուին զոհաբերել այս անվստահության process-ին հիմա։ Շախմատային լեզվով ասած, երևի թե դուք ավելի ճիշտ եք։ Այսինքն զոհաբերություն է լինելու հիմա վարչապետի թեկնածուի անուն տալը։ Կարող է հաղթանակ է լինի, պետք չի այդպես խոսել, բայց այդ հաղթանակը այնքան քիչ հավանական է, որ ոչ մի վերլուծություն, ոչ մի հաշվարկ այստեղ չկա։ Հետևաբար, եթե միտեղ չկա գոնե 50%-անոց հավանականություն հաջողության հասնելու, դա ստրատեգիա է եւ որևէ լուրջ ուժ, որը մեծ հավակնություններ ունի իշխանության գալու, չի ուզենա այդ պերսոններին դնել հարվածի տակ։ Հետևաբար մենք կտեսնենք, եթե նույնիսկ այդ ստորագրությունների հետ կապված բան լինի, ինչ-որ այլ պերսոններ, ես կարծում եմ շուտով ինչ-որ մի պերսոնի անուն ամեն դեպքում պետք է իրենք հրապարակեն քննարկման համար, որովհետև անլուրջ է ցուցակ հավաքել падգամավորներին ստորագրության բան պահանջել եւ չունենալ որևէ պերսոն, ով պետք է ներկայացնի այդ անվստահության գործընթացը, իդեպ ասեմ, դա էլ է շատ կարեւոր, որ այդ մարդը պետք է կարողանա հիմնավորել ներկայացնել, որովհետև սա ինչ որ փողոցային խոսակցության կամ ուղղակի էմոցիոնալ դժգոհության դուրս գալու բան չի, գործընթաց չի, սա լուրջ process է պարլամենտական եւ պարլամենտում էլ բնականաբար պետք է շատ լրջորեն դա ներկայացվի։ Հետևաբար կարծում եմ, որ իրենք պետք է գնան նաև այդ քայլին։ Եթե այդ եթեները, այդ հարցերը չլինի, ինքը sense մի մեծ համալիր հարց է, այսինքն այդ շղթաները այնքան շատ են իրար հետ փոխկապակցված հարցերը, որ դրա համար այս գործընթացը բարդանում է ու գնալով իրենք պետք է կարողանան այդ գծիկը քանդել։ Շատ դժվար բան է։ Այսինքն պատային վիճակում է ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը։ Գիտեք, իշխանությունը կլինի պատային վիճակում այն դեպքում, երբ որ կլինի վարչապետի թեկնածու, կապ չունի այդ մարդով կլինի, բայց համաձայնեցված այդ 36 падգամավորների ստորագրությամբ, բ կլինի հասարակության մեջ ու հանրային քաղաքական շրջանակներում լուրջ բան, աջակցություն այդ հարցով, եւ վերջի մասը կարող եմ ասել, դա պետք է լինի հանրային ճնշումը նաեւ, այսպես ասած, այսինքն փողոցի, հա, պայքարը մարդիկ պետք է գան պահանջելու, գիտեք, այնտեղ 72 ժամվա ռեժիմ է գործում, դե պատկերացրեք ինչքան բարդ process է սա։ Այսինքն Փաշինյանին պատին դեմ կտան, եթե վարչապետի թեկնածուի անունը առաջի հերթին ասեն։ Չէ, ես դες բան չասեցի։ Փաշինյանին պատին կարող են դեմ տալ մենակ այն դեպքում, որ իմ ասած այդ բոլորը միասին լինեն։ Եվ այդ դեպքում նաև ԿՊ-ից լինեն հայտարարություններ։ Եթե նույնիսկ այդ ամեն ինչը հաջողվի, բայց ԿՊ-ն մնա հաստատակամ եւ որևէ մի падգամավոր նույնիսկ չմիանա, կարելի է համարել, որ տապալվում է այդ ամբողջ գործընթացը։ Բայց քննադատել այդ մարդկանց էլի եմ կրկնում մի բանի մեջ, որը չգիտես ինչ է լինելու եւ գլխանց ասես, որ տապալվելու է, դա էլ ճիշտ չի, որովհետեւ ես կարծում եմ կարելի է ամեն տարի էլ անցկացնել impeachment, թող փորձարկ էին, ինչ կար որ։ Իդեպ դուք ավելի վաղ ինձ հետ զրույցում ասացիք ես կլինեմ վարչապետի թեկնածու, ձեր այդ ցանկությունը միջև հիմա պահպանվում է թե ոչ։ Աղավնի ջան, իմ ցանկությունը բավականին քիչ բան է նշանակում, դա պետք է ցանկանան այն ուժերը եւ այն խմբակցությունները, որոնք կառաջադրեն որևէ մարդու։ Բնականաբար ես կուսակցության նախագահ եմ, եթե ես պատկերացումներ ունեմ մեր երկրի զարգացման եւ ապագայի վերաբերյալ եւ նաեւ պատրաստ եմ աշխատելու եւ ծառայելու իմ երկրին, բնականաբար իհարկե ես ինձ միշտ էլ կարող եմ դիտարկել, բայց դա էլ եմ կրկնում շատ քիչ է։ Նման առաջարկ ես չեմ ստացել դեռևս։
ներքաղաքական գործընթացների համատեքստում, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում արեց մի այսպիսի ձևակերպում, չեն հասցնի հրաժարվել անկախության հռչակագրից, այդ հանրաքվեն չի կայանա, շատերի մոտ կա սպասում, որ ահա նոր պրոցեսներ են գեներացվելու եւ Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը այդ պրոցեսներում ունենալու են առանցքային դերակատարում, ձեզ մոտ եւս կա նման տպավորություն, թե ոչ։ Հանրապետական կուսակցությունը իշխանափոխությունից հետո միշտ եղել է բոլոր պրոցեսներում, միշտ, այսինքն ինչքան շարժումներ, ինչքան փողոցային պայքար, ինչքան դժգոհությունների ալիքներ եւ պայքարելու տեղ է եղել, Հանրապետական կուսակցությունը պայքարել է եւ բնականաբար որպես ընդդիմության մեջ կարելի ասել կայացած լրջագույն կուսակցություն ինքը իհարկե լինելու է այդ գործընթացների մեջ, դա իմ կարծիքն է, ես այդպես եմ կարծում, բայց թե ինչ կլինի եւ ինչպիսի պրոցեսներ կգնան, ելի եմ ասում։ Երևում է իհարկե եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ արվեց կապված, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է, հա, ոնց որ այդպես ասվեց, եկել է ժամանակը, հա, հասունացել է այդ պահը։ Գուցե ինչ որ բաներ կա մենք չգիտենք եւ նախկին երկրի ղեկավարը ավելի լավ է պատկերացնում այդ գործընթացների մասին, քան մենք, որ չունենք այդքան տեղեկատվություն։ Այսինքն հասունացել է պահը 2026 թվականի ընտրություններով տուն ճանապարհելու, թե մինչև 26-ը որևէ գործընթացով։ Դա է Սերժ Սարգսյանը ինչ նկատի ուներ, բայց բնական է, որ հասունանում է այն պահը, որ հասարակության դժգոհությունները այնքան բարձր ու զանազան են, հա, տարբեր ոլորտներ կապված անվտանգություն, տնտեսություն, անարդարություն, սոցիալական վիճակ, արտաքին քաղաքականություն, իհարկե չի բացառվում, որ նույնիսկ մինչև ընտրություններ տեղ ունենան որոշակի գործընթացներ։ Եվ այս համատեքստում, եթե նայում ենք, կա այսօր մի քայլ, որը գիտեք, չի պահանջում մարդկանց հավաքել եւ պտտացնել քաղաքով, հա, երթեր անել, չգիտեմ, փողոցներ փակել աննպատակ, ինչ-որ բաներ անել, այլ զուտ քաղաքական գործընթաց է, որը մեր սահմանադրությամբ նախատեսված է, եւ տվյալ քաղաքացիները կամ գործիչները փորձում են իրացնել սահմանադրությամբ այդ հնարավորությունը։ Ինչու են ընդդիմադիրները դեմ։ Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանական ընդդիմադիրներն ասում են, որ սա պրոցես առհասարակ իշխանափոխության կարողանա լրջացնել, որովհետև իրենք գիտեն, որ չեն կարողանալու ԿՊԱ-ականներին տանել Փաշինյանի ազդեցության տակից, հետևաբար պրոցեսը կմնա ուղղակի որպես պրոցես։ Հիմա որ այդ նույն ընդդիմադիրները որոշակի օրենքի կամ օրենսդրական նախաձեռնություններ են բերում խորհրդարան, եւ գլխանց իմանալով, որ այդ նախաձեռնություններին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չի քվեարկելու, գլխանց իմանալով ինչու են բերում բա, բերում են, չէ, կամ ինչ որ ակցիաներ են անում կամ շարժումներ են անում ու ասում են, որ պետքա հեռացնենք այս իշխանություններին, ինչը իրենք 101%-ով վստահ են եղել, որ իշխանափոխություն է լինելու եւ հեռացնելու, դες բան չկա, այսինքն որևէ լուրջ քաղաքական գործիչ էլի եմ կրկնում, եթե դա Նոստրադամուսը կամ Վանգան չեն, իրենք ուղղակի հնարավորություն չունեն կանխատեսելու ինչ է տեղի ունենալու։ Կամ մտավախություն, որ իշխանության լեզուն կերկարի անվստահության process-ը տապալելուց հետո։ Դա կեղծ թեզեր են, իշխանության լեզուն առանց դրա էլ երկար է, շատ երկար, եւ իրենք խոսելու տեղ ունեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են։ Իսկ մնացածը թե ով ինչ կասի, գիտեք, քաղաքական լուրջ գործիչները երբևիցե չեն կարող առաջնորդվել այն մտքով, թե իրենց մասին ով ինչ կասի։ Կարևորը դու քո արդյունքը գրանցես։ Այդ արդյունքի գրանցման համար կարող են պահանջվել տարիներ, ամիսներ, չգիտեմ, ինչ որ ժամանակ։ Եթե ամեն քայլ գցելուց դու հաշվի նստես ինչ որ շրջանակների կարծիքների հետ թե ինչ կասեն, դու պետք է ոչ թե քաղաքականությամբ զբաղվես, այլ լիարժեք այլ գործունեությամբ, որովհետև քաղաքական գործիչ չկա աշխարհում, որին չփնովեն, չքննադատեն, չգիտեմ, վատ բաներ չասեն, Փաշինյանից դեպքում այլ է, քաղաքական գործիչները մեկը մյուսին հաջորդելով կհայտնվեն բանտում։ Այս իշխանության պարագայում քննադատությունը մի քիչ ավելի կոպիտ դրսևորում է ստանում այն մարդիկ, ովքեր իրենց քննադատում են, իշխանության կողմից ոչ թե քննադատվում են, հաճախ հայտնվում են բանտերում։ Գուցե դա է խորհրդանական ընդդիմությանը յետ պահում։ Ուզում եք ասեք, դիմադրության շարժման կամ սրբազան շարժման ժամանակ տարբեր падգամավորներ, տարբեր բեմերի վրա
տարբեր ելույթներ ունենալով, պայքարելով, անձամբ փողոցներ փակելով, շատ սուր քննադատություններ անցկացնելով չեն ձերբակալվել, հիմա որ հանկարծ իմպիչմենտի գործընթաց լինի, իրենք կձերբակալվեն, չեմ կարող հասկանալ այդ տրամաբանությունը։ Որովհետև նախընտրական տարի է եւ բնականաբար իշխանությունը պահելու համար ավելի կոշտ գործիքակազմով է սկսում աշխատել։ Տեսեք հիմա նոր թափ է ստանում ապօրինի գույքը վերադարձնելու վերաբերյալ գործընթացը, հա, դա դարձել է այս իշխանության հիմնական քարոզչամիջոցը։ Դա բնական գործընթաց է, իշխանությունները պետք է իրենք ունեն իրենց հաշվարկները եւ երևի թե նայում են խոցելի կետերը որն են տարբեր մարդկանց։ Գուցե դիմադիրների մեջ հենց այդ խոցելի մարդիկ են շատ։ Դե բայց դեպքում էլ ում վրա է հույս դնում։ Այդ դեպքում ուրեմն պետք է սպասեք այնպիսի ընդդիմադիր ֆրակցիա ձևավորվի պարլամենտում, այնքան հզոր, այնպիսի մարդկանցով, ովքեր չունեն այդ գույքը։ Հիմա ես օրինակ վախենալու բան չունեմ, որտեղ ես ոչ գույք ունեմ, ոչ էլ ապօրինի գույք ունեմ, որ վախենամ։ Վաղ ես որ լինեմ խորհրդարանում կամ քաղաքական դաշտում ինչ-որ բան ասեմ, ես չեմ մտածում, որ իմ ապօրինի գույքի հետ կապված ես խնդիր կունենամ, ու ինձ նման շատ քաղաքական գործիչներ։ Այսինքն մարդիկ քաղաքականություն մտնելուց պետք է հասկանան, որ եթե իրենք ունեն ինչ-որ, հա, ռեսուրսներ շատ, այսպեսի ադմինիստրատիվ ռեսուրսներ կիրառելու ժամանակ իրենք ինչ-որ բաներ են վաստակել կամ ունեն ինչ-որ բաներ, անկախ նրանից դա իրական է, չգիտեմ, օրինական է, ոչ օրինական է, կիսաօրինական է, մեր երկրում ամեն ինչ sense խառն է, չես կարող պատկերացնել։ Ուրեմն իրենք պետք է զերծ մնան այդ քաղաքական քննադատություններից կամ քաղաքական պայքարից, որովհետև տնտեսական բարձր ցուցանիշներ ունեցող գործիչները, հա, այսպես ասած, կամ բարձր եկամուտներ ունեցող գործիչները միշտ հարվածի տակ են լինում, դա միայն Հայաստանում չէ, աշխարհի բոլոր երկրներում է այդպես։ Ստացվում է, պարոն Բաբայան, որ իշխանությունը իր իշխանությունը պահելու համար հստակ ունի իր պլանները A-ից մինչև F, գիտի ինչ պետք է անի, օրինակ տեսեք, Փաշինյանը այսօր Էստոնիայում է, տարել է Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել իր իրական Հայաստան գաղափարախոսությունը, թե ինչ է տալու դա այնտեղ ապրող հայ համայնքացվածին չգիտեմ, բայց այսինքն ընդհուպ Հայաստանից դուրս իր իշխանությունը պահելու հարցում հստակ կետերով ունի, թե ինչից հետո պետք է անի, ընդդիմության մոտ անորոշ է։ Գիտեք դա ինչից է, որտեղ իշխանությունը մոնոլիտ է, միատար է։ Ընդդիմությունը միատար չէ։ Բարձի պատասխան այստեղ է։ Եվ իշխանությունը թե միատար է, որոշողը մեկ մարդ է, ընդդիմության մեջ որոշողը մեկ մարդ չէ։ Տարբեր մարդիկ են, տարբեր կարծիքներով, տարբեր առաջնորդներ, տարբեր իրենց պատկերացումներով եւ ամբիցիաներով։ Հետեւաբար ընդդիմադիր ֆավորիտի ձևավորման խնդիր ունենք։ Մենք, որ այդ ֆավորիտը երբ որ կձևավորվի, նույն ձև կարող է ձեր ասած հստակ կետերով գնալ, բայց դա արդեն պետք է անի այն մարդը, որ կլինի ընդդիմության ֆավորիտը։ Գյումրիում ընտրությունների հետ կապված երբ ընդդիմադիրները խոսում են, ինչ են ասում են Գյումրին ցույց տվեց, որ ամենևին էլ պետք չէ միատար ընդդիմությունը լինել։ Կարելի է միատար չլինել, տարբեր ֆրոնտերով պայքարել եւ արդյունք ունենալ։ Հիմա Գյումրին կարող ենք մենք այդ մոդելով պրոյեկտել Երևանի վրա։ Ոչ, որովհետեւ Գյումրին ինքը սպეციფიկ քաղաք է մեկ, երևի թե Հայաստանի Հանրապետության ամենասպეციფიկ քաղաքներից մեկն է։ Երկրորդը մի մոռացեք, որ շատ ուժեր ուղղակի չմասնակցեցին Գյումրիի ընտրություններին, եւ երրորդը մեր խորհրդարանական ընտրությունները եթե լինեն, ես վստահ եմ մոտապես 20 ուժ մասնակցելու է ամենակիչը։ Դուք պատկերացնում եք ինչ պալիտրա է այդտեղ լինելու։ Եվ եթե այդ պալիտրայի մեջ կընտրվեն այդ ձեր ասած տարբեր ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով եւ վերջում կմիանան, դա այլ հարց է, բայց փորձը ցույց է տալիս, որ համապետական process-ների մեջ շատ ավելի բարդ է այդ ընդհանուր լեզուներ գտնելը, կոալիցիաներ կազմելը, բանակցելը, որտեվ ստավկաներն են բարձանում։ Դուք ասում եք, եթե խորհրդարանական ընտրություններ լինեն 20 ուժ։ Ես մինիմում եմ կանխատեսում։ Մինիմում 20 ուժ։ Դա նշանակում է, որ արդեն խորհրդարանական ընտրություններից 1 տարի առաջ մենք պետք է տեսնենք, որ այդ ուժերը պատրաստվում են հերթական ընտրություններին։ Դուք նման բան տեսնում եք։ Այո։ Եվ անպայման չի դա տեսնի շարքային քաղաքացին։ Բոլոր այն ուժերը, ովքեր որ գտնում են, որ իրենք պետք է մասնակցեն, իրենք ոչ այսօրվանից, իրենք արդեն վաղուց պատրաստվում են։ Այսինքն իրենք պատրաստվում են 26 ընտրություններին, ոչ թե Փաշինյանին փողոցով կամ իմպիչմենտով հեռացնելուն։ Ես չգիտեմ իրենք կոնկրետ ինչ են մտածում, ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել, բայց ակնհայտ է, որ մարդիկ այդ կուսակցություններից շատերը մոբիլիզացնում են իրենց ռեսուրսները, հնարավորությունները, ինչ որ բաներ են անում, որպեսզի կարողանան ճիշտ եւ արդյունավետ հաջողություն գրանցել։ Ձեր ասած այդ տարբերակը թե իմպիչմենտ կլինի թե փողոցային պայքար,
Գիտեք, փողոցային պայքարները, երբ որ լինում են արհեստական, վեր են կամ ասում են Ժորժ ջան, մենք դժգոհ ենք, եկեք սենց անենք։ Դա էլ պետք է ունենա իր ինչ որ մի պատճառաբանությունը։ Դա պետք է ունենա իր հարմար պատմական պահը։ Գուցե տարբեր անգամներ եղավ նման բաներ, հաճ ստացվեց եւ լիդերների բացակայության պատճառով, եւ հնարավոր է չէր հասունացել այդ պահը։ Հիմա եթե մենք ականջալուր լինենք երրորդ նախագահի վերջի արած հայտարարությանը, որ հասունացել է պահը, գուցե ինչ որ գործընթացներ կան քաղաքական դաշտում եւ ընդհանրապես հասարակության մեջ, որ բերի հասցնի ինչ որ մի այլ ռեզոնանսի, որովհետեւ փաստացի, եթե նույնիսկ Գյումրիի օրինակը մենք ասում ենք Երևանում կամ Հանրապետությունում չի տեղի ունենա նույն ձև, բայց մենք փաստենք, որ եւ Գյումրիում եւ Փարաքյարում մենք տեսանք, որ իշխանությունը չկարողացավ 50+1 հավաքել, հետեւաբար իշխանությունը այլևս չունի այդքան վարկանիշ, եւ ես չեմ կասկածում, որ Հանրապետության տարածքում էլ նույն վիճակն է։ Հետեւաբար, եթե իր ադմինիստրատիվ ռեսուրսը, իրենց կողմնակիցները եւ այլն, հա, կարողանան քվեարկել, դա միևնույնն է 50%-ը չի անցնելու։ Այն 50-60% այդ մեծ սեկտորը լինելու է ընդդիմադիր հատվածի համար։ Եվ ով այդ ընդդիմադիր հատվածից ամենաշատ ձայները կտանի եւ հետո կոալիցիաներ կանի կամ կփորձի արդեն իշխանության ձևավորման գնալ, դա արդեն ժամանակը ցույց կտա, այսօր ոչ մեկ չի կարող դա ասի։ Դուք հավատում եք, այսինքն, որ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել։ Գիտեք, ես ոչ թե հավատում եմ, հավատում են Աստծուն։ Ես նայում եմ իրավիճակին։ Եթե այսօր կա հնարավորություն ռեալ, իրական, ոչ թե fake, որևէ գործընթացի միջոցով, հա, ճնշել պարլամենտով կլինի դա, փողոցով կլինի կամ ինչ-որ պայքարով կլինի, որ իշխանությունը տեսնի, որ ժողովուրդը չի ուզում իրեն եւ հեռանա, կարող է այդպիսի process-ներ լինեն, բայց վերցնենք դա չեղավ, ինչ ենք անելու։ Վերցնենք դա չեղավ։ Այսինքն եթե դա չեղավ, ուրեմն պետք է նստենք 5 տարի էլ սպասենք ամեն գարուն աշուն, հա, ինչ-որ պայքարի մեթոդներ մտածենք կամ բան անենք։ Իհարկե ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի եւ մասնակցելու է, ես չեմ կասկածում։ Ընտրությունը, այսինքն իշխանության վերարտադրություն չէ ըստ ձեզ։ Նայեք, 2018 թվականին Հայաստանում իշխանությունը փոխվեց փողոցով։ Եթե 2000 մինչև 18 թվական որևէ մեկի հետ զրուցում էիր, բոլորը ասում էին, որ անհնար է, որ փողոցով հարց լուծվի, իշխանություն փոխվի Հայաստանում։ Հիմա տեղի ունեցավ։ Հիմա ես չգիտեմ հաջորդ իշխանափոխությունը ոնց կլինի, եւ եթե ինչ-որ մարդ կա մեր երկրում, որ դա գիտի, ելի եմ կրկնում, դա Նոստրադամուսն է ուրեմն։ Այդպես բան գոյություն չունի, դա ոնց կլինի։ Գուցե եւ ընտրությունների միջոցով իշխանությունները վերարտադրվեն, որովհետեւ իշխանության վերարտադրման շանսերը ընտրությունների միջոցով շատ ավելի մեծ է, քան ինչ-որ ուրիշ բանով։ Դրա համար էլ այն թեզը, որ ընտրություններով իշխանությունը չի լինի հաղթել, ինքը ինչով է շատ կարևոր, որովհետև իշխանությունը միշտ ամենալավագույն ընդդիմությունից ունի մոտավորապես 30%, հա, պլյուս բոնուս։ Դա իր հնարավորություններն են, իր վարչական ռեսուրսներն են եւ այլն։ Դա էլ եմ կրկնում, դա նույնիսկ չէ, որ մենակ Հայաստանում է այդպես։ Բայց այդ ընդդիմադիր առաջնորդները կամ կուսակցությունները կամ անհատները այնպիսի մարդիկ պետք է լինեն եւ այնպիսի աջակցություն պետք է ունենան, հասկանում եք, որ տեղի ունենա իրոք իշխանափոխություն, Ինչ է նշանակում այնպիսի աջակցություն պետք է ունենան։ Դե օրինակ նայեք, սովորական օրինակ բերեմ ձեզ, աշխարհում կան երկրներ, որտեղ եթե ընդդիմադիրներին մի հատ այսպես կպնեն, մազը ծռվի, ամբողջ աշխարհի մեդիան այդ մարդկանց պաշտպանում է, առաջատար աշխարհի։ Հայաստանում կարող են մարդկանց բռնել, հետապնդել, կալանավորել, որևէ իրավապաշտպան կազմակերպություն հեղինակավոր աշխարհում, որևէ այսպես մեր կողմից գովերքած եվրոպական լուրջ կառույցներ, միջազգային լուրջ մեդիաներ, որևէ մեկը ինչ-որ ճնշում, մեդիա ճնշում գործադրում է, ոչ։ Ինչ է դա նշանակում, ինչու ոչ։ Դա նշանակում է, որ քանի այդ պահը չի հասունացել, որ պետք է փոփոխությունների գնալ, այդ նույն միջազգային խաղացողները եւ աշխարհակահաղական կենտրոնները ունեն կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին իշխանության վրա պահելու համար։ Սա ակնհայտ բաներ են։ Այ երբ որ կտեսնեք, որ օրինակ ORT-ն կամ BBC-ն կամ, չգիտեմ, Daily Telegraph-ը անդրադառնում է Նարեկ Մալյանին կամ Բաբայան Վահանին կամ, չգիտեմ, Արմեն Աշոտյանին, այն ժամանակ նոր մտածեք, որ որևէ բան հնարավոր է տեղից շարժվի։ Այսինքն աշխարհակահաղական կոնսենսուսն է, որ Հայաստանում կամ իշխանություն է փոխում կամ չի փոխում։ Հայաստանը այնպիսի մեծ պետություն չի, որ կտրված լինի
համաշխարհային գործընթացներից։ Հայաստանը իր ռեսուրսներով իհարկե փոքր պետություն է եւ նաեւ ունենալով 2020 թվականի պատերազմի, աղետալի պատերազմի հետևանքները եւ այն քաղաքականությունը, որը վարել է այս իշխանությունը, մեզ հասցրել է մի այնպիսի վիճակի, որ մենք ինքնուրույն ինչ-որ բաներ նախաձեռնելու եւ ձեռնարկելու գործընթացներում շատ փոքր շանսեր ունենք, բայց ունենք։ Ես չեմ բացառում, որ Հայաստանը, եթե համախմբի իր ժողովրդի բնակչության, հասարակության այդ բանին, հա, ամենաշատ բնակչության այդ քանակին կրիտիկական, մենք կարողանանք իրոք թելադրող լինել նաև միջազգային հանրության որոշ դերակատարներին, որ մեր ժողովրդի հետ հաշվի նստեն։ Միշտ ես բերում եմ Պաղեստինի օրինակը, երբ որ Պաղեստինը պայքարում էր իր անկախության, իր բանի համար, հա, անկախ ապրելու համար, Իսրայելը եւ ԱՄՆ-ն եւ տարբեր երկրներ պահեր գալիս, որ հաշվի էին նստում այդ փոքր ժողովրդի պայքարի հետ, որովհետեւ այնտեղ մարդիկ իրենց առաջնորդը երբ որ ասում էր գնում ենք աճ, ամբողջ ազգը գնում էր աճ, ասում էր գնում ենք ձախ, ամբողջ ազգը գնում էր ձախ։ Հայաստանում կա մեկը, որ կասի գնում ենք աճ, ազգովի կգնանք աճ։ Այս պահին իհարկե չկա։ Իհարկե չկա։ Եթե տենց մարդ լիներ, մեր խնդիրները շատ հեշտ կլուծվեին, որովհետեւ մեր ազգի մեջ շատ բարդ է լսել ինչ որ մեկին, որովհետեւ բոլորը ունեն տարբեր կարծիքներ, բոլորը իրենց պատկերացնում են ղեկավար պաշտոնների վրա, բոլորը շատ լավ պատկերացնում են ինչ պետք է արվի, բայց երբ որ գործը հասնում է ինչ որ բան անելու, չգիտես ինչի այդ գործը առաջ չի գնում։ Դրա համար եմ ասում, նես չէ մենք այդ ռեսուրսը չունենք։ Ուղղակի ցավոք սրտի չի գալի այդ պաչի ասունանում եւ նման բան երևի ունեցել են մի քանի հոգի մեր երկրում։ Դա եղել է, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը, հա, Ղարաբաղ շարժման ժամանակ, ինչ որ մի պահի Կարեն Դեմիրճյանը ունեցավ նման ուրեմն ռեյտինգ։ Այսինքն պահը հասունացնողն ու չհասունացնողը անձն է։ Մենք ունենք միավորող անձի խնդիր։ Դե էլի վերադառնում ենք մենք նույն խոսակցությանը, որ իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ։ Հիմա գիտեք, սա գործիքներ են։ Նայեք, ես sense մի բան էլ ասեմ հետաքրքիր, հա։ Ինչ գիտեք, որ օրինակ ԿՊ-ում այդպես մոնոլիտ բոլորը հենց գոհ են իրավիճակից։ Վերջ-վերջով Հովիկ Աղազարյանի դեպքերը ձեզ վառ օրինակ։ Այսինքն ինչ որ մի этап եղել է, չէ՞, որ Հովիկ Աղազարյան չէր ասում, չէ՞, որ ինքը դուրս է գալու, բայց ինքը արդեն ինչ որ խնդիրներ է ներսում ունեցել։ Հիմա դուք ինչ գիտեք, որ չկան նոր Հովիկ Աղազարյաններ տվյալ ֆրակցիայում։ Եվ ստեղ այլ հարց է կարևոր գալիս։ Այդ վարչապետի տեխնացուն այնպիսի մարդ պետք է լինի, որ բոլոր կողմերում չվախենան այդ մարդուց։ Նայեք, մենք միշտ խոսում ենք գանք, տանք, փշրենք, ջարդենք, վենդետա, դատենք, էսկոմ ենկոմ, չէ՞, բայց գիտեք, քաղաքականության մեջ շատ անգամ փափուկ ուժի կիրառումը ավելի հաջողված է լինում, դիվանագիտական ճկուն մոտեցումները ավելի հաջողված են լինում քաղաքական process-ներում, քան այդ ռադիկալ կամ ես կամ դու կամ չգիտեմ ես որ եկա սենց կանեմ, նենց կանեմ բոլորիդ կպատժեմ տարբերակները։ Այսինքն նախկին նախագահները չպետք է լինեն այդ տեխնացուները։ Գիտեք, նախկին նախագահների փոխարեն ես ոչ իրավունք ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ մեկնաբանելու այդ հարցերը, որովհետև դա իրենց գործառույթների շրջանակում է մտնում, բայց համենայն դեպս սկզբունքորեն եթե նայենք, այդ տեխնացուները այնպիսի մարդիկ պետք է լինեն, որ մարդիկ փորձեն իրենց հետ բանակցել, որ կարողանան այդ մարդկանց հետ բանակցել։ Ես միշտ ասել եմ դա եւ այսօր եք ասեմ, Հայաստանը այնքան փոքր երկիր է, որ նույնիսկ մարդամոտ եւ մի քիչ դիվանագիտություն ունեցող մարդ եթե լինես ու մի քիչ էլ հումորով, շատ հեշտ կլինի բոլորի հետ աշխատել, որովհետեւ նույնիսկ ամենավատագույն դեպքում, երբ որ քեզ այդքան քննադատում են, ինչ-որ բաներ են ասում, դու պետք է պատրաստ լինես այդ մարդկանց հետ շփվել, նստել, խոսել։ Հայաստանը ունի այդ ռեսուրսը եւ փոքր քաղաք է, փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են։ Կարելի է չթշնամացնել, էլի, այսինքն մարդիկ չթշնամանան իշխանության հետ։ Նիկոլ Փաշինյանի հիմնական սխալը ո՞րը եղավ, որ ինքը հերիք չի ընդհանուր քաղաքականության մեջ չկարողացավ եւ կործանարար գործունեություն ծավալեց շատ ոլորտներում, բացի էդ էլ ինքը տեսեք չկարողացավ շփվել, նստել, խոսալ այն մարդկանց հետ ի սկզբանե, հա, ում հետ կարող էր խոսել, նույնիսկ այդ մարդիկ իրան դեմ դուրս եկան, էլ չեմ ասում իր կազմից իրեն դեմ դուրս եկան։ Այսինքն այս գործընթացները, քանի որ սխալ գնացին, մենք տեսանք դրա արդյունքը եւ այսօր եթե դուք տեխնացու եք առաջադրելու, տեխնացու են առաջադրելու, որպեսզի մարդիկ կողմ քվեարկեն,
կրկնում եմ, այդ վարչապետի տեխնացուն պետք է ունենա ոչ միայն ընդդիմության պատժեշկան, այլ նաև ՔՊ-ի։ ՔՊ-ի գոնե մի մասի, ասենց ասեմ, աջակցությունն ու լոյալ մոտեցումը եւ ամենակարևորը կարծում եմ նաև արտաքին գործոնը, որովհետեւ աշխարհակաղակական կենտրոնները պետք է այդ մարդուն լուրջ վերաբերվեն։ Այսինքն, եթե այդ տեխնացուն եղավ մի մարդ, որը իրենց լրջություն չպարունակեց, հետեւաբար այդ process-ն էլ է անլրջանալու, բայց հետեւաբար ստեղ մեդալի երկրորդ կողմին են գնում, եթե տեխնացուն լուրջ եղավ, բայց լավ իմանալով որ դա կարող է չստացվել, ոչ մի լուրջ տեխնացու չի մտնի դրա տակ։ Այսպես մի հատ կազուս է ստեղծվում այստեղ, որը արդեն կազմակերպիչների ու այս process-ի նախաձեռնողները պետք է մտածեն։ Սա իմ կարծիքն է, որով ես ձեր հետ կիսվեցի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Վահան Բաբայանն էր, այսքանը ցտեսություն։